Առաջի հենց գործողություններից, որոնք իրականացվել են, ես ուզում եմ հենց հրապարակումներից սկսեմ։ Նախ կադրերի հարցը, որը ծառայությունը, ինչպես գիտենք, խնդիրներ ունեցանք, ի սկզբանե պայմանագրային հիմունքներով, որպեսզի ծառայությունը կարողանա կատարել աշխատանքները, պայմանագիր ստորագրվեց աշխատակիցների հետ, սակայն պայմանագրային հիմունքներով երկարաժամկետ չէին կարող աշխատել աշխատակիցները ու հիմա այդ ամեն ինչը տեղափոխվում է քաղաքծառայության դաշտ։ Ունենք ու կադրերի հետ կատարվում է նաև աշխատանք Twinning ծրագրի շրջանակներում, Twinning ծրագրի ներկայացման փորձի փոխանակման, ուսուցման դասընթացներ, նաև գյուղ ագրարային համալսարանի հետ դասընթացներ են կազմակերպվել եւ ուսանողների հետ քննությունը հանձնելուց հետո տեղում անցկացվել է քննություն ու հիմա նորից նախապատրաստական աշխատանքներ են կատարվում։ Մենք տեղյակ ենք, մի քանի անգամ էլ ինքներդ անդրադարձել եք թեմային, ունենք աշխատակիցներ, մոտավորապես 70 հոգի, որոնք դուրս էին մնացել մրցույթից, այնտեղ խնդիրներ առաջացան, մենք արդեն մի քանի անգամ ասել ենք, ուղղակի պարզաբանման եւս մի բան կա, որ անպայման կարծում եմ հիմա տեղին կլինի։ Նոր ծառայությունը ճիշտ է աշխատատեղերի կրճատում չի եղել, սակայն ավելացել է ադմինիստրատիվ բլոկը, որը մոտավորապես 40-ից 50 հոգի մարդ է։ Պետք է աշխատի ֆինանսական բաժին, իրավական բաժին, ընդհանուր բաժին ու էլեմենտար է, որ մարդը, որը տեսչական գործունեություն անում մինչև այդ ծավալել, ուղղակի չի կարող աշխատել այդ բաժանմունքներում, այսինքն որոշակի խմբականակ մարդկանց ավտոմատ կերպով պետք է հայտնվի ռեզերվում, որտեղ ուղղակի տեղերը կրճատվել են։ Ստուգում կարելի է իրականացնել միայն վարչապետի հանձնարարականով։ Ուստեղ ես ասացի ու նորից եմ ուզում պարզաբանել ինչի մասին է խոսքը գնում։ Անգամ հանձնարարականի դիմելուց առաջ մենք այս բայի դրությամբ դիմելու ենք էլի հերթական հանձնարարականը ընդհանուր ստուգում իրականացնելու համար, խոսքը դրան է վերաբերում։ Մեծ շուկաների տնօրեններին օրինակ պատրաստում ենք մոտ օրերս ժողով անցկացնենք ներսում, հավաքվենք եւ ասենք են պահանջները ու որոշակի ժամանակահատված հետո մտնենք շուկաներ, հասկանանք տեղի ունեցել այդ փոփոխությունները, թե տեղի չեն ունեցել։ Խոսքը ընդհանրապես վերաբերվում էր դրան։ Այնուամենայնիվ, եթե կա խախտում, օրինակ ահազանգ, քաղաքացին բողոքում է ինչ-որ տնտեսվարողից կամ խանութից, միանշանակ հանձնարարականով մտնում ենք ու ուղղանկի ենք ենթարկվում։ Խոսքը դրա մասին չի, խոսքը ընդհանուր ոլորտի կարգավորման մասին է, թե չառանձնահատված ինչ-որ մի ստուգում անելուց առաջ մենք չենք զգուշացնում, որ ստուգելու ենք։ Խոսքը ընդհանուր դաշտին է վերաբերվում, որ նախազգուշական աշխատանքներ նախապատրաստական ինչու՞ չէ նաև աշխատանքներ թերթիկներով, որովհետև ցավը սրտի մեր իրականության մեջ շատ ենք հանդիպում այնպես դեպքերի, երբ թե տնտեսվարողը, թե իրավական անձը, թե անհատ ձեռներեցը գործունեություն է սկսում, անգամ չիմանալով, թե ինչա պետք, ինչ պայմանների է պետք բավարարել նմանատիպ գործունեություն ծավալելու համար։ Դա պայմանավորված է հենց հիմնականում ենք մի քանի անգամ արդեն այս թեմայով պարզաբան տվել ենք տաղավարների եւ ինչու՞ չէ նաև վաճառողների սանիտարական վիճակի խախտումներ եւ մսի ոչ անպատասխան վայրից վաճառք իրականացում, այսինքն հիմնական պայմանները դրանք են, թե չէ հիվանդություններ եւ այլը չենք արձանագրել, մի անգամ դեպք արձանագրվեց, այդ նորից օպերատիվ աշխատեցին, անաստանբուժը զանգեց, տեղեկացրեց, որ հիվանդ անասուն ա մտել շուկա ու ինքը չեն թողել, տարել թաքցրել էին, տեսուչները գնացին, միայն անվտանգության աշխատակիցների մոտենալուց հետո կարողացան ներխուժել, կասեցվեց, բայց փառք Աստծո լաբորատոր տվյալները ոչնչացվեց, ուղղակի ծանր հիվանդություն չարձանագրվեց։ Երկու ամիս առաջ կատարված մեր շրջանցից հետո, որտեղ օգտագործվեցին ոչ բարեխիղճ տնտեսվարող սուբյեկտները, այժմ հատառոց փոփոխություններ են կատարվում։ Կան նորից թերություններ, չի կարելի ասել, որ մենք այսօր այդ տարածքում 100%-անոց ունենք եվրոչափորոշիչների մսի վաճառքի կետեր։ Բարբերաբար բացատրական աշխատանքները շարունակվում են, մենք մարդկանց հոգեբանության մեջ ենք փորձում փոխենք մտածելակերպը, որ կենթանական ծագման հումքը եւ մթերք, ասինքն բարձր ռիսկայնություն ունեցող սննդամթերքը պարտադիր պետք է պահպանվեն վաճառքի համար նախատեսված տեխնիկական կանոնակարգերի եւ սանիտարական հիգիենիկ պայմաններում ունենալ։ Փոփոխություններ կա շուտով, երբ որ մենք, ինչպես նշեց պարոն Պիպոյանը, երբ որ իրենց նորից կկանչենք քննարկման, իրենց էլ կլսենք, որ կարող է մենք անհնարին ինչ-որ բաներ ենք առաջարկում, որ իրենք ի վիճակի չեն ուղղակի փոփոխություններ կատարելու։ Չնայած չեմ կարծում, որ այդպիսի բան կա, բայց մի հատ էլ կլսենք նրանց եւ հաշվի առնելով իրենց կարծիքն էլ վերջնական համաձայնության գալով մենք երևի թե
որ անդադ շահարկում է գումի շուկայի հարակից տարածքի մսի պասաժների հարցը վերջնականապես լուծենք, այսինքն միայն անվտանգ մթերք թույլատրենք ընդեղից վաճառելու։ Սննդամթերք, թե պարենային, թե բուսական ծագման, ուղղակի արգելվում է։ Հայաստանի Հանրապետություն մուտքը արգելված է։ Արգելված է նաև տարանցիկ փոխադրումը, եթե կլինեն դեպքեր ճապոնական ծագման մթերքի հումքի տարանցիկ փոխադրումն էլ արգելված։